Միացյալ Նահանգների կոնգրեսի քննարկմանը ներկայացվել է մի օրինագիծ, որի նպատակն է չեզոքացնել Հարավային Կովկասի պետություններում Չինաստանի աճող ազդեցությունը։ Թբիլիսիի, Բաքվի և Երևանի աճող կապերը Պեկինի հետ ամերիկացիները համարում են իրենց համար սպառնալիք և առաջարկում են պատժել Վրաստանի իշխանություններին, որոնք այդ հարցում մյուսներից առաջ են անցել։ Թեման շարունակենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, ով է սրա նախաձեռնողը։ Նախ ուրեմն փաստաթուղթը կոչվում է այսպես Կովկասում Չինաստանի աճող ազդեցությանը հակազդելու մասին ակտ։ Նախաձեռնողը հանրապետական կուսակցությունը ներկայացնող կոնգրեսական Ջո Ուիլսոնն է, ով հարավային Կարոլինան է ներկայացնում, իդեպ նա հայ լոբբիստների պարտնյորն է եւ բավական հայանպաստ գործունեություն է ժամանակին ծավալել։ Հիմնականում այս փաստաթուղթը ուղղված է իհարկե Վրաստանի դեմ, ուր իսկապես Չինաստանի ազդեցությունը ամիս առ ամիս աճում է եւ չի կարող չմտահոգել Միացյալ Նահանգների ղեկավարներին, բայց քանի որ փաստաթուղթը կոչվում է Կովկասում ազդեցությունը այդ չեզոքացնելու մասին, բարձ է որ դա ազդակ է նաև Հայաստանին եւ Ադրբեջանին ուղղված։ Փաստորեն պետք է հաշվի առնենք, որ այս փաստաթուղթը ուղիղ կապված է նաև մեզ հետ։ Դե իսկ Վրաստանում Չինաստանի էքսպանսիան իսկապես ամենուր է երևում եւ տարածվում է չափազանց կարևոր ազգային նշանակություն ունեցող ռազմավարական նախագծերին։ Եվ դրանցից ամենակարևորը այդ միջին միջանցք կոչվածն է, որի կարևորագույն հատվածները չինական, ընդ որում չինական պետական կազմակերպություններն են կառուցում։ Այդ փաստաթղթի նախաձեռնող կոնգրեսական Ջո Ուիլսոնը, ով իդեպ Հելսինկյան հանձնաժողովի նախագահն է, այդ հենց հանձնաժողովի նիստում ասել է, որ անձամբ Իվանիշվիլին, ով իշխող կուսակցության ղեկավարն է, անձնական շահ ունի Չինաստանի հետ համագործակցության մեջ եւ ըստ էության այդ միջին միջանցքը, որը չափազանց կարևոր է ողջ Եվրոպայի եւ նաեւ Միացյալ Նահանգների համար, ըստ էության հանձնել է Չինաստանի կոմունիստական կուսակցությանը։ Եվ դա ըստ Ուիլսոնի բաց սպառնալիք է, ուղիղ սպառնալիք է Միացյալ Նահանգների շահերին։ Ըստ Ուիլսոնի Վրաստանը դառնում է Պեկինի ստրուկ։ Իսկ ինչ է ենթադրում Արտյոմ նախագիծը։ Կոնկրետ առաջարկներ է ենթադրում, առաջինը իրականացնել Չինաստանի ազդեցության աուդիտ Վրաստանում, Հայաստանում եւ Ադրբեջանում։ Առաջարկվում է, որ 180 օրվա ընթացքում պետդեպարտամենտը, ազգային անվտանգության գործակալությունը եւ Պենտագոնը զեկույց ներկայացնեն այն մասին, թե որտեղ են հասցրել թափանցել Կովկասյան հանրապետություններում Չինաստանի հատուկ ծառայությունները։ Երկրորդը արդեն ավելի շատ Վրաստանին է վերաբերում։ Կոնկրետ պահանջել Վրաստանի իշխանություններից կողմնորոշվել կամ նրանք Արևմուտքի հետ են, կամ Չինաստանի ու Ռուսաստանի հետ են։ Եթե երկրորդն է, ապա հստակ ձևակերպել պատժամիջոցների հերթականությունը։ Կոնկրետ անձանց, ովքեր մեղավոր են այդ ուղին ընտրելու համար, պետք է անձնական պատժամիջոցների ենթարկվեն, պետք է սահմանափակվի նրանց Միացյալ Նահանգներ մեկնելու հնարավորությունը եւ այլն։ Ավելին, Միացյալ Նահանգների դաշնային կառույցներին առաջարկվում է չճանաչել Վրաստանի իշխանությունը լեգիտիմ իշխանություն մինչև այն օրը, մինչև Վրաստանը չվերադառնա արևմտյան զարգացման ուղուն եւ չանցկացնի թափանցիկ եւ ժողովրդավարական ընտրություններ։ Դա փաստաթղթի նախագծում է ասվում։ Արտյոմ, ուզում եմ մանրամասնես, որովհետև նշեցիր, որ մեզ էլ է վերաբերում կամ ուծե հեռանկարում է վերաբերել։ Դե քանի որ ամենակարևորը Միացյալ Նահանգների համար այդ միջին միջանցքն է, իսկ թրիփը ամերիկացիները ընկալում են որպես այդ միջին միջանցքի օղակ, բնական է ուզում են վստահ լինեն, որ այն միլիարդավոր դոլարները, որոնք ներդնում են միջին միջանցքի այդ օղակներից մեկի մեջ, չեն կորի եւ Չինաստանը չի կարողանա հաջորդ օղակում խոչընդոտել այդ միջանցքի կայացմանը, այդ իմաստով տրամաբանական է։ Կարծում եմ, քանի որ
ինչպես ասացի առաջին հերթին Վրաստանի դեմ է այս փաստաթուղթը, դա ավելի շատ այսպես ազդակ է ուղղված Հայաստանին եւ Ադրբեջանին, չկրկնեք Վրաստանի ճանապարհը, հակառակ դեպքում նույնը ձեզ է սպասում։ Իհարկե Հայաստանում Չինաստանը այդքան ազդեցիկ չէ, այդքան ազդեցություն չունի, որքան Վրաստանում, բայց մեզ մոտ էլ տարեց ծարի Չինաստանի ազդեցությունը աճում է, ոչ միայն տնտեսությունում, այլ նաեւ հումանիտար ասպարեզում, չինական դպրոց կա, Կոնֆուցիոսի ինստիտուտ կա, տարեց տարի չիներեն լեզուն տարածվում է ավելի շատ Հայաստանում, մի շարք ռազմավարական նախագծերում Չինաստանը շատ կարևոր մասնակցություն ունի, հյուսիս-հարավ մայրուղու կարևոր հատվածները կառուցում են չինական պետական կազմակերպությունները, Շիրակում ջրամբար են կառուցում չինացիները, այդ տելեկոմունիկացիոն համակարգերում չինական ընկերությունների տեխնոլոգիաներն են օգտագործվում, խոշորագույն արևային կայանը չինական պետական կազմակերպությունն է կառուցում։ Այդ ամենը մտահոգում է ամերիկացիներին եւ ես չեմ բացառում նաեւ, որ այն 13 միլիարդ դոլարը, որը խոստացված է TRIP նախագծի մեջ ներդնելու, ինչ որ իմաստով նաև նախապայմաններ անուղղակի ձևով ենթադրի Չինաստանի ազդեցությունը նվազեցնելու կամ զսպելու իմաստով։ Ամեն դեպքում սա դեռ իհարկե օրենքի ուժ ստացած փաստաթուղթ չէ, սա ավելի շատ զգուշացում է եւ ակնարկ։ Եվ արդյոք որքան է հավանական, որ կընդունվի բացառությունը։ Փաստաթուղթը փոխանցվել է միջազգային հարաբերությունների կոմիտեի քննարկմանը, դեռ հայտնի չէ թե կոնկրետ կոմիտեում երբ է այն լսվելու, հավանաբար մինչև ապրիլին կամ մայիսին, որից հետո եթե ընդունվի նոր կանցնի լիագումար նիստի քննարկմանը։ Բայց կարևոր է, որ այս փաստաթուղթը երկկուսակցական է, ինչպես ասացի, իշխող հանրապետական կուսակցության ներկայացուցիչն է նախաձեռնել, բայց ընդդիմադիր դեմոկրատները եւս պաշտպանել են մի քանիսը համենայն դեպս, իսկ դա նշանակում է, որ որոշակի շանսեր փաստաթուղթը ունի, իսկ քանի որ Չինաստանին հակազդելը կոնգրեսում դա այն բացառիկ հարցերից մեկն է, որում կոնսենսուս կա երկու կուսակցությունների միջև, կարող ենք արձանագրել, որ որոշ շանսեր այս փաստաթուղթը ընդունվելու ունի։ Շնորհակալություն, Արծան։